Ուրեմն հիմնական այսօրվա մեր հանդիպման թեման ասեմ ձեզ, որ շատ լավ ծրագիր ենք կազմել, շատ լավ թիմ ունենք, շատ լավ համակիրներ, որ այսօր շրջելով Հայաստանով մեկ, զրուցելով, տեսնելով, դա ոչ թե միայն ես եմ ասում, այլ հանրությունը երևի դուք էլ լսած կլինեք, որ իրոք շատ տպավորված են, ասենք մեր ծրագրով, մեր մոտեցմամբ, մեր առաջարկով, մեր քարոզարշավով, որտեղ մենք խոսում ենք հայերեն լեզվով, լիարժեք մարդու խնդիրը, պրոբլեմը, լուծումը, որտեղ այսօր մարդիկ արդեն հոգնել են։ Հոգնել են լսելով բռնելուց, մեկը մեկին հայերուց, հետ շպրտելուց, վիրավորելուց, այլ լիարժեք մարդիկ ուզում են այդ բոլորը զգան հարյուրյա փոփոխություն դեպի լավ իրենց ամենօրյա կյանքում, իրենց աշխատանքում, իրենց ապրելակերպում, ընտանիքում, որ կարող են ինչ-որ մի բան ավելի լավ փոխվել է իրենց համար։ Հիմնական հարցը ես ասեմ, որ մենք պետք է կարողանանք հիմա լիարժեք այսքան ժամանակում շփվելով մարդկանց հետ ներկայացնել մեր ծրագիրը ամենակարևորագույն կետերը, որը դա կան, մեկ առ մեկ իրենց տեղյակ պահելով ու իմանալով, որ մեր խոսքը գործ է, որ մենք ինչ ասենք տեղյակ ենք, տիրապետում ենք եւ ամբողջ կյանքում ինչ ասել ենք իրականություն ենք դարձել։ Քիչ ասել ենք, շատ արել ենք։ Այսօր նույնն է, որ մենք օդի մեջ բաներ չենք ասում, դատարկ չենք խոսում, ունենք բոլոր հարցերի պատասխանը եւ ոչ դա ասենք թե վիրավորելով մարդկանց, վախացնելով, այլ հասկանալի ընկալի լեզվով բացատրում ենք, ասում ենք, ներկայացնում ենք, մենք ամեն ինչից տեղյակ ենք, մեր ցանկությունն է, որ մենք կարողանանք մեր ժողովրդին այս խեղճությունից խանել, կարողանանք զարգացնել։ Այդ դրա համար էլ մեր կարգախոսը, ասենք երաշխավորած խաղաղություն, բանջարաչ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Սա հիմնական հարցերը ու այդ կետերը, որ պարտադիր, որ մենք ասել ենք, լիարժեք որ այսօր այդ անհրաժեշտությունը կա։ Ասում եմ, որ հիմնականում առողջապահություն եւ կրթություն, անմիջապես, որ դա պետք է լինի անվճար։ Երկրորդ ասենք թոշակների մինիմալը, որ ասենք Զամբյուղը, դա նվազագույնը 78,000-ը, որ անմիջապես դե պետք է կարգավորվի 78,000 նվազագույնը, եթե նվազագույնը հաշվարկով կազմում է 78,000, դու տալիս 49-ը, բա մարդը ոնց է ապրելու, այլ դա անհրաժեշտ է եւ դրանից հետո պարբերական, որ պետք է ավելացում լինի 5,000, 10,000 ըստ աշխատանքի ամեն տարի դա ասենք տնտեսական, ասենք թե աճի դեպքում, որը պետք է կազմակերպվեն, որ տնտեսական աճ լինի, զարգանա, աճի ծրագրերը կանացնենք, որ դա արդյունավետ կլինի, շահավետ կլինի, դրա պահանջարկը կլինի։ Նորից եմ ուզում ասել, իմացեք, որ անհնարի ոչինչ չկա ժողովուրդ, պետքա ճիշտ մասնագետներ, ճիշտ կազմակերպել, ինչի պահանջարկ կա, ինչ պետք է ծախսես, ինչ պետք է դնես, ինչ պետք է մնա, որ մնացածն կարողանաս օգտագործել քո երկրի, քո ժողովրդի տնտեսության համար։ Ուրեմն այդ երկուսը առաջնայինը, դա որ մենք ասեցինք, հիմնական առողջապահություն եւ կրթություն անվճար, վարկերի խնդիրները, որ ժողովուրդը իրոք ընտանիքով 3-4 հոգի վարկի տակ են, ու վարկի տակ են արդեն այս քանի տարիներ է, 15 տարի, որ անդադ վարկեր կուտակվելով մարդիկ չեն ապրում, մարդիկ գոյատևում են, որ մինչև 3 միլիոն դրամը անմիջապես պետության կողմից ներմաշնորհվել է։ Պետական պարտքը 15 միլիարդ է, թող դառնա 16 միլիարդ 100 միլիոն։ 15 միլիարդի ժողովուրդը խաբար չի, գոնե 1 միլիարդ իրենք իմանան, որ 2 միլիոն 200,000 մարդ այդ ծանրությունից այդ ճայճից դուրս է գալի։ Մյուս կարևորագույն խնդիրը, որ այսօր գույքը հարկը առանց նայելով ժողովրդի ապրելակերպը, իրեն ասենք թե թոշակի չափսը, գույքը հարկը Երևանում ավելացել են 100%։ Իհարկե ավականներ կան Երևանում քաղաքի, որոնք տեղյակ են ու ավելացնել են, ոչ թե ավելացրել են կադաստրային արժեքով, այլ ավելացրել են շուկայական գներով։ Դա ասենք թե անարդարություն է, դա արդարությանը չի համապատասխանում։ Եթե մտածում եք ժողովրդի մասին ճիշտ կարգատարի, որոշում կայացել 2025 թվականից կամ 26 թվականից գույքը հարկը 100% ավելանում է Երևան քաղաքում։ Հաշվարկես քեզ ձեռ է տալի, որտեղ բնակարան առած, թե ոչ։ Եթե հիմա մարդիկ թոշակառուներ 80, 75, 75 տարեկան մարդիկ, որը ծառայել է պետությանը, դա ասենք թե արվեստի, մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ասենք թե կամ աշխատող, բանվոր, մարդը լիարժեք ստուգ վարը շենք է ստացել։
Հիմա իր խորը ձերությունը իր թոշակով յոլա գնալով անցակացնում, բայց հիմա ասում են, եթե չես կարող գույքարկ վճարես, ուրեմն բնականոն վաճառի գնա սահմանամերձ գոտի ինտեղ էժանա գույքարկը, սա ժողովրդավարությունը շատ ընդունելի է ժողովուրդ, ոնց ասեմ պես, դա համար դա նույնպես ասում են Երևան քաղաքում, որ անմիջապես չեղյալ է լինելու, սահմանամերձ գոտում նույնպես գույքարկ պետք է չլինի, որը սահմանամերձ է, նրանց պետք է արտոնություն տրվի, որ մարդը եթե սահմանի վրա աշխատանքի սահմանը պահվի բարի կաստեցում, այդ անհրաժեշտ անպայման դուք պետք է պարտադիր շեշտեք, նշեք, մարդկանց ասեք, պետք է որ լիարժեք ասենք, դե ծրագրերն էլ տալիս եք, որ սա է, եւ մենք ցենք ասում, ինչ որ ասում ենք, դա մենք հենց առաջին նիստին լիարժեք ներկայացնել ենք, հաստատենք, որ ժողովրդի դեմքի ժպիտ կա։ Իհարկե ժողովուրդը սպասում է, օրորի երևի փոփոխությունը դուք զգում եք, ինչքան մարդամոտենան, որ մարդիկ իրոք համոզված են, վստահ են եւ թիմի վրա, եւ Ծառուկյանի, եւ ծրագրի, որ եթե մարդիկ ասեցին, որ մարդիկ կանեն։ Ասեմ, ես կար ես շրջում եմ հանրապետությունով մեկ, մի տեղ չկա, որ մեկը ինչ որ ասել եմ չեմ արել, այլ ինչ որ ասել եմ մի բան էլ ավել եմ, բայց եւ որպես ես զգուշացել եմ, որ այսօր բարեգործությամբ երկիր չես պահի։ Այսօր պետք է ճիշտ ծրագիր ներկայացվի, ճիշտ հանրությանը մատուցվի, հանրությունը այսօր պետք է զգա իրեն մասին մտածող կա, մատից փուշոնող կա։ Փոքրում միջին բիզնեսից պետք է ասեք, որ ամենակարևորը մի կետ ասեք, մնացածը կարող են իրենց անդանալ, որ մինչև 60-80 միլիոն ոչ մի հատ իրավունք չունի տալու եւ ոչ մեկ իրավունք իրենց ստուգելու։ Նոր մինչև 160 միլիոն եթե նա կարողանա շրջանառություն ունենա, նա մի տոկոս կտա, նա մեծ ուրախությամբ կտա, միայն պետք է հարկայինները մարդկանց չանհանգստացնեն, թղթի հետևից ելնեն, հետո խփեցի, չխփեցի, մարդը 160 միլիոն շրջանառություններ ժամանակ մի տոկոսը մեծ ուրախությամբ կտան, որ ասենք 60 միլիոնն է, նրա առածը պետք է ամսական $600,000 լինի նրա շահույթը, որ կարողանա ասենք իր տունը պայ $1,500, $1,700 փողա վաստակել, որ արժանապատիվ ապրի եւ այդ նոր ծիլերը մի քիչ հզորանան, ընդգրկվի գործի մեջ, ծանոթանա, իմանա, որի ինչ պետք է անի, որ ավելի շատ վաճառի, որտեղ այսօր մեզ, ես նորից եմ ասում, շատ անհրաժեշտ է, որ մեզ մոտ փոքր ու միջին բիզնեսը ընդլայնվի։ Աշխարհում 60%-ը փոքր ու միջին բիզնեսով զբաղվում։ Բայց հիմա էլ որ ընտանիքներ ունենք, քանի որ ասեմ 27 թվականից արդեն туриզմը շատ է զարգանալու, այսինքն բացի զարգանալը հիմա գիտեք բոլորն էլ որ մարդիկ ուզում են գնան, եթե 20 միլիոն տուրիստ եկավ, իսկ դա գալու է, սա աշխարհը արդեն տրաքել է, սա սպասում են տեսնելով, ես ես ասում, որ հիմա կանոն եղել է կինոֆեստիվալ, բոլորը տեսնելով, խոսալով, ժուրնալները տեսնելով, ես նայեց այսօրվա հաղորդումը, որ մարդիկ երկու ժուրնալ են վերցնում, մեկը պահելու համար է երեքությունը, մեկն էլ կարդալու համար։ Դե 20 միլիոն պատկերացեք, եթե գա, ամեն մեկը $5,000 ծախսի, դա նույնը 100 միլիարդ գումար, լավ 100 թող չլինի, թող 80 թող 50 միլիարդ լինի, բյուջեն 5 միլիարդ է, 50 միլիարդ այդ գումարը մնալու է երկրում, դա բոլոր մասիկ այդքան տուրիստներ չի կարա մեր երկիր ընդունի, այդքան հյուրանոցը չկա, մարդիկ իրենց առանձնատները, երկրորդ տները, որը վարձով կտան, որը տաքսով կմատակարարեն, որը ներդրում կլինի, շարժ կլինի, կամ ասենք թե ինչ որ Հայաստանում ունի, կամ Քրիստոսի արձան հետ կապված, կամ Հայաստանի արվեստի մշակույթի հետ, որոնց էլ մարդիկ գացեն Հայաստան մի բան գնել են, մի բան տանել են։ Այնպես որ ժողովրդին ասում եք, սպասեք լավ փոփոխությունների, որ հարստանալի եք բոլորը, միայն պետք է աշխատեք, կազմակերպեք ու գործ եք ունենալու բոլորը։ Այսօր չեմ ասում Ծառուկյանը 50 հատ գործան կառուցի, կարա կառուցի, բայց 50 հատը թող արդեն դեղ աշխատի 100 մարդով 5,000 մարդ, բայց այդ մեծ ծրագիրը, որ իրականացնենք, որը ասենք այդ մեծ գումարը 5,000 մարդ չի կարա միայն օգտվել 50-100 միլիարդից, բոլորն էլ իրենց չափով օգտվել են, գյուղացիներ, քաղաքացիներ, շինարաններ, սեփականատերներ, ռեստորանատերներ, կաֆեի հյուրանոցի տերներ, ու այդպես պետք է եւ երկու ծրագիր, որ ասեն են պարտադիր մենք Գյումրիում, այլ նույն ասենք տուրիստը զարգանալու համար ամենակարևորը մի հատ էլ այնտեղ պետք է անենք եւ մի հատ էլ մեր ասենք թե
Սյունիքում այդ մոլեբդինային մեր հանքանյութի մշակման համար պարտադիր պետք է անենք, մենք մեր հարստությունը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել։ Եթե տարեկան 40 միլիոն տոննա հանքանյութ ենք արտահանում, 40 միլիոն, դրա հաշվարկով մոտ 4 միլիարդ փող անում, բայց ասենք գործանին գալիս է 500 միլիոն, 3 միլիարդ ու կեսը եվրո, մնում է մշակողներին, չհաշված դրա մեջ ինչքան թանկարժեք մետաղներ կան, ինչքան գործաներ ստեղ կաշխատի, եւ ալյումինի, եւ պղնձի, եւ ասենք թե հիմնական պարարտանյութի, ծննդական թվից այդ քանակը մշակելու համար քանի հազար տոննաներ, ասենք թե մենք այդ պարարտանյութ ստանանք, ազոտային, ֆոսֆորային, լաքեր ստանանք, գիպսակարբոնի արտադրություն դնենք, որը դա լիարժեք ասենք մեր հարստություն անենք, դրանց չենք աշխատացնում կաբելի գործաները կաշխատեն, ալյումինի գործանը կաշխատի, որը կաբելին արտադրում, ալյումինից ասենք թե պղինքներ կացվեք, ինչ ասես հատենք հազարավոր մարդիկ կաշխատեն եւ այդ բոլոր գումարները կմնա մեր երկրում եւ իհարկե բյուջեում էլ գումար կլինի, տնտեսական աճ էլ կլինի, տնտեսական աճից դոշակներն էլ կբարձրանա, ամեն ինչն էլ կլինի։ Այնպես որ շատ վստահ, բայց ասեմ այս 7 օրը առավոտից երեկո, հավաքեք թիմերին, մեր ասենք թիմակիցներին, լսեք իրենց, լսեք մարդու դառնուցավը խնդիրը, կարող է մարդը լավ հարց է ասում, պրոբլեմ խնդիր ասում, մենք պետք է դա նույնպես արձանագրենք մեզ մոտ, ոչ մի լավ բան պետք է դուրս չթողենք, սա ասեմ, քանի որ օրորի այդ վստահությունը հավատքի կա ժողովրդի մեջ, դե ժողովուրդը մտածել են, որ ասենք թե մի Ծառուկյանն կարող է մինչև վերջ չգնա, Ումանավանդ այդ նայելով, որ այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից տեղին անտեղին թիմին վախացնելու, ես ձեզ հանձնարարել եմ մեկ անգամ ևս հանձնարարում եմ։ Շատ ու շատ իր ընտանիքի հանդեպ, անմիջապես կենտրոնական գրասենյակ տեղակեք պահում, տրամադրում եք փաստաբաններ, թիմով կողք եք լինում։ Սա ժամանակավոր մենք բոլորս էլ գիտենք, որ բոլորդ էլ ստացել եք հանրություն, որևիցե խախտում չկատարվի, ընտրակաշար, ոչ մի բան, որ օրենքի սահմանում լինի։ Դրա համար մենք մաքուր ենք, դա ժամանակավոր ուզում են ինչ-որ թիմին աչքը վախացնեն կամ ինչ անեն, կամ էլ ուրիշ ճանապարհ չկա։ Մենք մինչև վերջ գնալու ենք, մեր ներկայացնելու ենք, մեր ժողովրդի ցավն էլ տանեն։ Կընտրեն, ես ասում եմ, կընտրեք կպահանջեք, չեք ընտրելի ձեր ցավը տանեն։ Դուք եք ընտրել ձեզ վաղվա օրը եւ վաղվա ապագա։ Մի բան բոլորը պետք է իմանան, Ծառուկյանն ինչ ասում է, իր ասածների արժեք հետ գիտի, նշանակություն հետ գիտի, եւ այսքան ժամանակ չի եղել Ծառուկյանը բառ ասի, օդի մեջ, դադար բառ ասի, հալիարժեք տեղին։ Ես ասել եմ, որ մենք իրավունք չունենք թշնամի ունենալու, մենք պետք է բոլոր հետ լավ լինենք, մենք պետք է Ռուսաստանի թշնամանանք, ասել եմ, հիշում եմ, ինչի համար, եթե դու երկրորդ ճանապարհը չունես, խես թշնամանում, դրանից լավը քեզ պետք է առաջարկեն, եթե դա արդեն քո ձեռի տակ է երկուսն էլ, նոր ընտրություն կանես, որի հետ դու աշխատես, բայց այսօր թշնամանալով սաղ փակվեց, ասենք թե ինչ է, ես ասեմ, որ պետք է լիարժեք քայլ կատարեն, եթե չէ շատ ծանր է լինելու վիճակը, Ծառուկյանն ինչը ճիշտ չի ասեք, ասել եմ, ասած ինչպես օր-օրի ժամ-ժամ կատարում է, մարդիկ ասում են մենք ուզում ենք հասկանանք, դուք մեկ ընկերն եք, թե մեր թշնամին եք, ձեր ցավը տանեմ, հարց չկա, ձեր մեր թշնամին եք, դուք եթե տենց եք որոշել դա ձեզ ձեռատալի, մեր թշնամին եղեք, բայց ժողովուրդը, հայ ժողովուրդը, մեր բարեկամներն են, այդ դրանից ավել էլ ինչ ասեն մարդիկ, այնպես որ պետք է մարդը միշտ մտածի, լիարժեք 100% համոզված լինի, նոր այն ժամանակ քայլ կատարի, որ երկուսն էլ դեմոկրատ են, հիմա եթե Ռուսաստանը փակում է, Եվրոպան բացել է ճանապարհը, որ գոնե ասենք թե սեսա չէ, գնում ենք այնտեղ երկրորդ ճանապարհով։ Նույն ճանապարհ ճակատագրին արժանացել էր Վրաստանը ասեք իրաց մանդարինն ու ջուրը գինին, կարողանում էին վաճառել։ Ով է, Եվրոպան իր գլուխը չի կարող բայ, Եվրոպայում արդեն ամենաուժեղ հիմնարկներից Գերմանիան, որ ասենք թե 7 հատ մաշինաստրայցելնի մեքենաները սա հանեց Ամերիկա եւ Չինաստան։ 3 հատ մետալուրգիական գործարաններ փակեց, չկարողացավ աշխատացնել։ Այնպես որ այսօր իրենք իրենց գլխի չարը չեն կարող տնալ, ժողովուրդ ջան։ Այսօր մենք պետք է խելացի վարվենք, որտեղ կա արդյունք, որտեղ կա շահ, որտեղ կա օգուտ իմ երկրի, իմ ժողովրդի, որ դա արդյունք կբերի, մենք պարտավոր ենք այդ հարաբերությունը պահելու, քննարկելու, ավելի ապահով պահելու։
ամենակարևորը երաշխավորած խաղաղություն, տնտեսության զարգացում, ժողովրդի բարեկեցիկ կյանք, սա հիմնական խնդիրները, ու ժողովուրդը այսօր ուզում է դա զգա իր մաշկի վրա, միայն դատարկ խոսքեր լսել, դատարկ ասելով, մենակ վիրավորանք, բռնել, հայոյել, ցեղ շպրտել, մարդիկ այսօր կարիք ունեն, ուզում են լավը լսեն, ուզում են, որ իրենց մասին մտածող լինի, իրենց մասին քայլ կատարողնի։ Մենք պատրաստ ենք քայլ կատարենք, ժողովուրդը դա զգա, առաջի հնարավորության դեպքում, որ փորձն էլ կա, ցանկությունն էլ կա, թիմն էլ կա, ծրագիրն էլ կա։ Իմ խնդրանքը, որ ինչ ասեցի, ավելի նոր բառ չեք ասում, բայց առավոտից իրիկուն անցնելով մարդկանց լսելով, իրենց խնդիրը պրոբլեմը արձանագրելով, նոր մեր ծրագիր իրենց ներկայացնելով, ասելով, որ ինչ ասել ենք, դրան մենք տեր ենք, դա լիարժեք իրականացնելու ենք։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։